հարցս պարոն Սմբատյան։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ նախընտրական քարոզչություն չի, այս պահին մայիսի 8-ից է, բայց մենք տեսնում ենք, որ ԿՊՆ-ներ ինչ-որ տարբեր մարզային այցեր, շփումներ բնակիչների հետ, ինչ-որ այնտեղ խոստումներ, գույքագրում խնդիրների եւ այլն։ Ինչ է սա, եթե ոչ ըստ էության արդեն սկսված քարոզարշավ։ Շնորհակալություն շատ լավ հարցի համար, որին մենք բազմակի անգամ անդրադարձել ենք եւ անդրադառնում եմ եւս մեկ անգամ, չեմ զլանա անդրադառնալ էլի քանի անգամ անհրաժեշտ է, նախընտրական քարոզչության ժամանակահատված առանձնացնելը չի նշանակում, որ մնացած ժամանակահատվածում կուսակցությունները սահմանափակված են քարոզչություն իրականացնել։ Նման սահմանափակում ոչ միայն գոյություն չունի, այլ նաեւ ընտրական օրենսգիրքը հենց այդպիսի նախադասություն ունի, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի առանձնացումը չի արգելում մնացած ժամանակահատվածներում քարոզչություն իրականացնել։ Կուսակցությունները ազատ են, դա իրենց մշտական անելիքն է, դա իրենց առաքելությունն է։ Խնդիրը հետևյալն է, որ նախընտրական քարոզչությունը առանձնացվում է նախ այն ժամանակահատվածից հետո, երբ որ մենք ունենք սուբյեկտներ։ Մենք հիմա օրինակ դիցուկ կա սանկցիաներ, ում նկատմամբ կարող են կիրառել այդ սանկցիաները։ Մենք ինչ իմանանք, ովքեր են իրենցից առաջադրվելու, ովքեր որ հիմա օրինակ քարոզչություն են իրականացնում, հա։ Սա տրամաբանություն է։ Ինչի է այդքան ուշ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որպեսզի առաջադրվեն կուսակցությունները, ունենան որոշակի ժամկետ նախապատրաստվելու քարոզչությանը, այդ թվում մենք նախապատրաստվելու, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ բաշխում է հերթականություն լրատվամիջոցների, բաշխում է վահանակները, իրենք բացում են հիմնադրամները եւ այլն։ Եվ այս ժամանակահատվածը, որ կոչվում է նախընտրական քարոզչություն, պետությունը առանձնացնում է նրա համար, որ հնարավորինս ապահովի բոլորի հավասարությունը օգտվելու հանրային եւ անգամ ոչ հանրային ռեսուրսներից, օրինակ ոչ պետական հեռուստաընկերություններում եւս ունեն բոլորը հավասարության իրավունք, վահանակներին 5 մետր գերազանցող պաստառ փակցնելու համար բոլորը ունեն հավասարապես իրավունք, համայնքները առանձնացնում են անվճար տեղեր, բոլորը ունեն հավասար իրավունքներ այստեղ, մարզպետները առանձնացնում են դահլիճներ, բոլորը ունեն հնարավորություն, հավասար հնարավորություն այստեղ եւ նաեւ հավասար վերահսկողություն։ Այն որ ասում է 800 միլիոնից ավելի իրավունք ունեն իրականացնել ծախսեր, դա էլ պետության վերահսկողության գործիքն է, որպեսզի այդ կարճ ժամանակում մեծ գումարներով հասարակական ոչ բնական էֆեկտ չկարողանա ստանալ որևէ կուսակցություն։ Ահա սրա համար է առանձնացված նախընտրական քարոզչությունը, իսկ քվեարկությունից 1 օր առաջ եւ քվեարկության օրը արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել, որովհետեւ ժամկետներն այնքան արագ են, որ արձագանքելու հնարավորություններ չկա։ Եվ սա էլ այս տրամաբանությամբ է, որ քվեարկության նախորդ օրը, քվեարկության օրը քարոզչություն չեն իրականացնում։ Ես ձեր թույլտվությամբ մի բան ասեմ, իրականում ես շատ շնորհակալ եմ հրապարակի գործընկերոջ այս հարցը բարձրացնելու համար, որտեղ մենք բոլորս գիտենք, չէ՞, որ ընտրությունների քարոզչությունը սկսում է դեռ նախորդ ընտրություններից հետո։ Այս ընտրությունները բրցնելու են հունիսի 8-ին, հունիսի ամենաուշը 10-ին սկսելու է 2031 թվականի ընտրությունների քարոզչությունը կամ գոնե աշնանկայանալիք տեղական ընտրությունների քարոզչությունը։ Բայց նախընտրական քարոզարշավի այդ 20 քանի օրը այդ այն ժամանակահատվածն է, երբ որ խաղի կանոններ ավելի խիստ են, ավելի կանոնակարգված են, ավելի հավասարություն ապահովում, պետական ռեսուրսներին հասանելիություն ապահովում, այսինքն անվճար եթերաժամանակը, անվճար դահլիճները եւ այլն։ Եվ շատ կարեւոր է, որ այդ ժամանակահատվածը ոչ թե 20 քանի օր լինի, այլ արձանագրելով, որ ակտիվ քարոզարշավը սկսում է ընտրություններից մի 3 ամիս առաջ, ինչը դուք էլ արձանագրում եք, մենք էլ բոլորս էլ դա տեսնում ենք։ Ընտրական օրենսդրությունը իմիջիայլոց նաև սահմանադրությամբ ամրագրված ժամկետներ այնպիսի տրանսֆորմացիա ապրեն, որպեսզի այդ խիստ կանոնակարգված ժամանակահատվածը, որտեղ նաև պարոն Սմբատյանի հիշատակած կանոնակարգումները արդեն ավելի խիստ գործում են, լինի ոչ թե 20 քանի օր, այլ լինի օրինակ գոնե մի 70, իսկ ավելի լավը 100 օր։ Այսինքն պայմանական է թե ընտրությունները հունիսի 7-ին են, փետրվարի վերջից արդեն խիստ կանոնակարգումները գործեն, բայց դա ապագայի բան եմ ասում էլ, ոչ թե այս ընտրությունների, բայց կարևոր հարց է, այս հարցին այս ընտրություններից հետո պետք է անդրադառնալ։